Ես նստած այստեղ մտածում էի, ինչքան հեշտ է ստացվում, չէ՞ հոգևոր կյանքը մանուկների մոտ եւ ծերերի մոտ։ Շատ հեշտ է ստացվում։ Գիտեք ինչի, որովհետեւ եւ մանուկները եւ ծերերը Աստծո խոսքի հանդեպ նման վերաբերմունք ունեն։ Իրանք սիրտ ունեն, որ պատրաստ են ընդունելու Տիրոջ խոսքը։ Այս ծառայության իմաստով եմ ասում, երբ դա տեսել եմ մանուկների մեջ, երբ որ մանուկին բան ես ասում Սուրբ Գրքից, ինքը կաթի պես ուտում է, վերցնում է իր սրտի մեջ, գնում է պատմում է ծնողներին, ուրախանում է այդ խոսքով, վստահում է այդ խոսքին։ Այսպես են այլ մեծ ասակները, բայց դժվար է երիտասարդների կյանքում, երբ որ Աստծո խոսքը հանդիպում է սրտերի, որոնք պատրաստ չեն ընդունելու Տիրոջ խոսքը։ Ես վերջերս մտածում եմ պահի վրայով, երբ որ Աստված Մովսեսի հետ խոսեց, ասեց Մովսես, հողա թափերը թանիր, որովհետև այն երկիրը, որտեղ որ դու կանգնած ես, սուրբ երկիրը։ Ես ուզում մի բան մտածեմ, եթե Աստված խոսի մի հատ մանուկի հետ եւ ասի բարես, հանիր հողա թափերը, այստեղը որ դու կանգնած ես սուրբ երկիրը, ես վստահ եմ, երեխաները կհանեն իրանց հողա թափերը։ Խնդիր չի նայ մեծ ասակների համար, իրանք էլ կնազանդվեն մի անգամից կհանեն։ Բայց խնդիրը գիտեք որտեղ է երիտասարդների մոտ։ Եվ որ Աստված խոսի երիտասարդի հետ, ինչպես Մովսեսի հետ խոսեց ու ասեց հողա թափերը թանի, այն երկիրը որտեղ որ դու կանգնած ես սուրբ երկիրը, երիտասարդները սկսելու են վարդապետություն սարքել։ Մենակ թե չնազանդվենք ավետարանին։ Ասենք Աստվածին դու սրտերին ես նայում, մի հողա թափերը քեզ չի խանգարի։ Ես հավատում եմ, որ հողա թափերը ինձ չի խանգարի։ Ամեն ինչ կանենք, բացի Աստծո խոսքի հնազանդվելուց։ Ստեղ է երիտասարդի պրոբլեմը։